Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Սկսում ենք հեռավար շարք Սփյուռքում բնակվող մեր անվանի հայրենակիցների հետ։ Նրանց հետ զրուցելու ենք Սփյուռքի ներքին խնդիրների, Սփյուռք մայր հայրենիք հարաբերությունների, ինչպես նաև այդ հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին։ Այսօր Ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում զրուցելու եմ հասարակական ակտիվիստ, Կալիֆոռնիա կուրիեր կայքի գլխավոր խմբագիր պարոն Հարութ Սասունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սասունյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Համեցեք, այսօր խոսելու ենք մի շարք ուրեմն մեզ հուզող հարցերի մասին։ Եվ առաջին բանը, որի մասին իմ հարցը ուզում եի ուղղել ձեզ, ես տեղեկացված եմ, որ Սփյուռքում նախաձեռնող խմբով նախաձեռնել եք որոշակի գործողությունների շարք, ուրեմն Սփյուռքում ներկայացուցչական մարմին ստեղծելու առումով, որ ամեն մի փոքր համայնք ունենա իր ներկայացուցիչը, եւ որի ուրեմն հավաքական պատկերի արդյունքում ստանաք որոշակի մարմին, որը իր գործունեությունը կցավալի ինչպես Սփյուռքում, այնպես էլ հարաբերությունները կարգավորի մայր հայրենիքի հետ։ Այս մասին ընտրեմ զրուցենք ձեր խոսքը, ձեր կարծիքը։ Շնորհակալ եմ։ Ուրեմն սկսեմ բացատրելով թե ինչ է նպատակը։ Ուրեմն աշխարհասփյուռ հայությունը մոտ 10 միլիոն է, մոտ 3 միլիոնը ապրում է Հայաստանում, այդտեղ ունենք պետություն, այսինքն գազագերբված մի միավոր կա այդտեղ, անկախ անկախ այլ հարցերից ունենք մեր հայրենիքը, մեր պետությունը։ Սակայն ի տարբերություն Սփյուռքում ունենք 7 միլիոն անհատ հայեր, որոնք ծրվել են 120 երկրների մեջ, ոչ միայն 7 միլիոն անհատ, այլ նաև ունենք հազարավոր անշատ գազագերբություններ այդ բոլոր երկրներում։ Պրոբլեմն է, որ այս 7 միլիոնը երբեք իրար հետ չեն առնչվում, իրար հետ կապ չունեն, եւ ամեն համայնք ինքնուրույն փորձում է լուծել իր հարցերը, թեև նման հարցեր կան բոլոր համայնքներում, եւ ոչ մի համայնք չի փորձում օգտվել մյուս համայնքի գտած լուծումներից, զերոյից սկսում են։ Ուրեմն մեր նպատակը հետևյալն է, որ այս 7 միլիոնեն որքան որ կարելի է միավորենք մի պլատֆորմի մեջ, որտեղ ինչպես ասում են միությունը ուժ է, եւ եթե մենք կազմակերպվենք, որ մինչև հիմա չենք կազմակերպվել, ունենանք մի հզոր մի իրավիճակ, թե քաղաքական, թե տնտեսական, կարող ենք ավելի լավ ձևով, կազմակերպված ձևով օգտակար լինել մեր հայրենիքին, կարող ենք նաև ավելի լավ ձևով առնչվել մեր ապրած երկրների ղեկավարության հետ, իմանալով, որ ամեն մեկը անհատ չէ, անշատ կազմակերպ չէ, այլ այդ համայնքի ղեկավարությունը ընդհանուր ներկայացնում է։ Ուրեմն մենք ուզում ենք, ինչպես ասեցիք, ամեն համայնքում ընտրություններ անցկացնել։ Պարոն Սասունյան, ներեցեք, խոսքը չմոռանաք, այդ թիվը, որի մասին նշվում է 10 միլիոն, համադրված 3 միլիոն հայրենիքում եւ 7 Սփյուռքում, ինչքանով դա հավաստի թիվ է, որտեղ մեկը ասում է 12 միլիոն, մեկը ասում է 10 միլիոն, մեկը ինչ որ թիվ, այս մասին բան ու ձեր խոսքը խնդրում եմ շարունակեք։ Ուրեմն այդ թիվերը անշուշտ մոդավոր թիվեր են, ոչ մեկը չի հաշվել ամեն մեկ համայնքում քանի հայ կա, ինչպես որ Հայաստանում անցկացնում են մարտահամար, բայց նույնիսկ այդ մարտահամարի թիվերին շատեր չեն հավատում, ասում են 3 միլիոն չկա, 2 միլիոն, 2.5 եւ այլն։ Այդ մարտահամարի բարակային, բայց Սփյուռքում մարտահամար չկա, ուրեմն կա մոդավոր թիվեր, թե որքան յուրաքանչյուր համայնք եւ որոշ տեղեր դպակրված կան այդ թիվերը, այդտեղ էլ գրել են, որ մաքսիմում էսքան է, մինիմում էսքան է, այս ինչ որ խոսում ենք մոդավոր է,
եւ չենք իմանալու ճշգրիտ թիվը մինչեւ որ մի օր մարտահրավեր լինի, որ շատ երկար ժամանակ կխլի եւ նաեւ հսկա միջոցներ կխլի։ Վերադառնալով իմ ասածին, ուրեմն մենք ուզում ենք կազմակերպել սպիրկը, ամեն մեկ համայնք ընտրելով համայնքում ապրող 18 տարեկանն վեր անհատներ, հայեր, իրավունք ունեն ամեն մեկ հայ ունի մեկ քվե, ուրեմն նախորդ արձանագրվում են մեր մոտ, որ իմանանք թե ով է որ քվե տալիս է, գնում են լինելու են ամեն համայնքում մեկ ավելի տեխնազուներ, գախում թե որքան մեծ է համայնքը եւ այդ տեխնազուներին ժողովուրդը այդ տեղում ապրող ժողովուրդը քվե է տալիս, ով որ ամենաշատ քվե ստանա, այդ մարդը կլինի համայնքի ներկայացուցիչը։ Ուրեմն էսի դարբեր տեսակի սկզբունք է կանիչ որ ունեցել ենք մինչև հիմա, մենք ունենք մինչև հիմա գազམ་ագերբությունների ղեկավարներ, որոնք ներկայացնում են իրենց անհատական գազམ་ագերբությունները, բայց չեն ներկայացնում ընդհանուր համայնքը, որտեղ ամեն մարդ անդամ չէ գազམ་ագերբության, նաև ասեմ որ սպիրկի մեջ հայ համայնքների մոտ 95% հայությունը ոչ մի գազམ་ագերբության անդամ չեն։ Ուրեմն 95% դուրս է, ուրեմն եթե գազམ་ագերբներով զբաղվենք, մենք պետք է ներառենք միայն 5% համայնքին։ Մենք ուզում ենք որ շատ ավելի ներառենք, քան թե 5%-ը։ Ուրեմն ներկայացուցիչը կընտրվի, ներկայացուցիչը ինքը ընտրվել է ժողովրդի կողմից, ոչ մեկ իրեն չի նշանակել, կամ ինքը իրեն չի նշանակել, որ ամեն հայն մտածում որ ինքը շեֆն է, բայց ժողովուրդն է պետք է որոշի թե ով է ներկայացուցիչը։ Եվ այս բոլոր ներկայացուցիչները, որ մի քանի 100 կլինեն աշխարհում մեկ, ընտրվեն, կհավաքվեն իրար մոտ կամ Zoom-ով կամ ֆիզիկապես եւ գխոսեն մեր բոլոր հասարակած համահայկական հարցերի մասին, իրարու փորձառությունից կօգտվեն եւ մեկը այսպես լուծել է հարցը, մեկը մյուսպես եւ այնգնային եւ նաեւ միասնապար կարող ենք մենք որոշ ծրագիրներ անել Հայաստանում գրթական, մշակութային եւ այլն ավելի համատրված ծավով, ոչ թե անշատ։ Երեցեք մինչև Հայաստանին հասնելը, իսկ ինչ փուլում է դա, այսինքն այդ համայնքների տարբեր համայնքների հետ այդ ամեն ինչը համաձայնեցված է իրենք այդ պրոցեդուրալ այդ բաները ով որքան ակտիվ ով որքան пассив այսինքն բոլորը համահավասար են դրան մոտենում արդեն տվել են իրենց համաձայնությունը թե որոշակի անհամաչափ բաներ կան այ ինչ փուլում է դա էլի ուզում եմ ասել ինչ կերպ է դա տեղի ունենում հասկացա լավ ասեմ որ դժբախտաբար չունենք այդպիսի գարույց որ որոշ մի մարմին ներկայացնում է որոշ համայնք, այդպիսի մարմին չկա։ Բարձրապես քանի որ չկա, մենք բարդավոր ենք խոսել անհատների հետ, տարբեր համայնքների, որ խոսել ենք, եւ տարբեր համայնքների մեջ գոյություն ունեցող գազམ་ագերբությունների հետ։ Բայց այդ մարդիկը չեն ներկայացնում 100% իրենց համայնքներին։ Խոսել ենք, շատ խանդավառ են ասում են այո շատ լավ է սպասենք որ ընտրություն լինի բայց ընտրությունը մենք ուզում ենք կազմակերպել եւ որ ունենանք բավարար մարդ որտեղ չենք ուզում մի քանի հազարով ընտրություն անել եւ ասել որ այդ մի քանի հազար մարդիկ ներկայացնում են սպիրկը որտեղ չեն ներկայացնում դու պետք է բավական թիվ լինի որ մարդիկ հարկեն այդ անգամանքը ներկայացական ուրեմն այս բոլոր ներկայացները միասին մենք կոչում ենք սպիրկի ասկային ժողով եւ մեծամասնության ցայնով այդ ներկայացները որոշումներ կառնեն, ծրագիրներ կբավարարեն, կորզատրեն եւ կներկայացնեն իրենց համայնքները, իրենց ապրած երկիրները։ Անշուշտ երկար տարիներ էր ես լսել եմ որ Հայաստանի զանազան ղեկավարներ ինձ ասել են որ երբ որ այդ սպիրկի կառույցը լինի, կարող է այդ կառույցը լինի Հայաստանի ասկային ժողովի վերի մարմինը, ինչպես որ Ամերիկայում կա կոնգրեսը երկու բալատ ունի, Հայաստանը չունի սենատ, կարող է լինել Հայաստանի սենատը, բայց մի քիչ հիմա կանխահաս է այդ մասին խոսելը, այդպիսի որոշումներ ես իրավունք չունեմ առնելու,
այդ որոշումը կմնա այդ ընդրված պատգամավորներին, իրենք են որ ընդրվել են, իրենք կորոշեն։ Ես պարզապես նախաձեռնող խումբն եմ, խումբի անդամ եմ, ունենք մի այստեղ ոչ շահութաբեր գազམ་ագերբություն արձանագրված Ամերիկայում բեդության մոտ եւ կփորձենք այս աշխատանքը առաջ տանել գազམ་ագերբել հուսանք հաշվենք, այսինքն մի բան ասեմ առանց չափազանցելու, եթե ունենայինք այսօր այդ հսկա գառույցը, որ չունենք, շատ բաներ կարող ենք անել մեր հայրենիքի համար, մեր համայնքի համար, որի մեջ չենք կարող անել, որտեղ շատ այսպես խառնիճաղանջ մի իրավիճակ կա, ամեն մարդ իր գլխից մի տարբեր բան է անում, ինքնաբուխ, ով ինչ ուզում, որոշ ժամանակներ իրար հագասում են, իրար վիճում են, երբեք չեն կորզակցում իրար հետ, ուրեմն այդ հացը մենք կփակենք այսպիսի գառույցով։ Շատ լավ, գիտեք հարցս ինչու էր, որ ամեն ինչ համակարգված լինի, հավասարաչափ լինի, որպեսզի այդ սպյուրքի տարբեր այդ օջախները որ կան, որ բոլորը հավասարաչափ մասնակցություն ունենան, էլի չստացվի, որ ինչ որ մեկը թերացավ կամ չկարողացավ կազմակերպել ու ամբողջական ներկայացված չլինի, այդ հավասարաչափ համադրված լինելու մասին էր խոսքը։ Ինձ նաև հիշեցրիք մի կարևոր կետ, որ մոռացել էի, ուրեմն այս աշխատանքը առաջ տանելու համար մենք որոշել ենք, որ քանի որ մեծամասնությունը մեր վարչության ունենք անդամներ վարչության տարբեր երկրներում, բայց մեծ մասը այստեղ է, ուրեմն այստեղ նստելով Կալիֆոռնիայում մենք չենք կարող ամբողջ աշխարհի համայնքները կազմակերպել, ուրեմն այդ լուծումը հետևյալն է, որ ամեն համայնքում նշանակել մի ներկայացուցիչ, որ ինքը կստեղծի տեղական վարչություն, եւ այդ մարդիկը իրենց համայնքներում կսկսեն աշխատել, որ իրենց շուրջ հավաքեն համայնքի անդամները եւ արձանագրեն որպես մեր այս ինիցիատիվի անդամ մի կարտ ունենք, այդ կարտը տալիս ենք նկարով, կոմպյուտերի համարով, որպեսզի որ օրը կվերգեն։ Ուրեմն այդ համայնքների նշանակովի սկիզբը մարդիկ, որ հետո պիտի փոխարինվեն այդ մարդիկը ընտրովի ներկայացուցիչներով, ժողովրդի ընտրությամբ, այդպես է որ մենք ծրագրում ենք այս աշխատանքը առաջ տանել։ Հասկանալի է։ Ինչ վերաբերում է, որ ասեցիք որպես վերին պալատ, որ լինի ազգային ժողովում, այդ դեպքում իմ պատկերացումով, հիմա որ ասեցիք մտածեցի, այսինքն գոնե ինչ որ չափով նաև պետք է ներկայացված լինի Հայաստանի ներկայացուցիչներով, որ չլինի միայն Սփյուռքի ներկայացուցիչների այդ համախումբը, որ լինի վերին պալատ, այստեղ լինի։ Հա, գոնե ինչ որ համախառն այսպես ասած լինի։ Այո, անշուշտ կանխաս այդ մասին շատ խորը գնալը, բայց մի քանի վարիանտներ կան։ Մեկը այն է, որ քանի որ ազգային ժողովը ներկայացնում է Հայաստանը, լրիվ, այն պալատը լինի։ այդ պալատը ներկայացնում է Սփյուռքը, այդպես կարելի է։ Կամ ծեր ասածն էլ իմաստ ունի, որ կարող ենք ներառել Հայաստանից որոշ ընդրված պատգամավորներ սենատի համար եւ նաեւ որոշ Սփյուռքից, անշուշտ Սփյուռքը քանի որ 7 միլիոն է, Հայաստանը 3 միլիոն է, սենատի հավանաբար 2/3-ը պիտի լինի Սփյուռքից, բայց այդ նորից կանխաս է, ես իրավունք չունեմ այս բաները որոշելու, եւ որ ընդրվեն, իրենք թող որոշեն իրենց կորզները։ Հասկանալի է, հիպոթետիկ զրուցում ենք, որպես տարբերակ։ Շատ լավ։ Դե մաղթենք հաջողություն այդ նախաձեռնությանը, իմաստ ունի, լավ նախաձեռնություն է, որ որոշակի համակարգված լինի, որ այդ ձեր ասած ձևով ինքնաբուխով, որ Եվրոպային ինչ ուզենա, ինչ մտածի նախաձեռնի, այդպես չլինի, էլի, այլ լինի համակարգված, որոշակի գործողությունների շրջանակ, ժամանակացույցով, անելիքով եւ նաեւ նպաստի հայրենիք Սփյուռք համագործակցությանը, որը կբերի ի նպաստ եւ բարօրություն մեր ընդհանուր համահայկական խնդիրների։ Շատ լավ, հիմա իմ երկրորդ հարցը ուղղեմ ձեզ, ես տեղեկացված եմ, որ դուք երիտասարդ տարիքում համագործակցել եք ՄԱԿ-ի հետ, որոշակի անելիք ունեք արած
Այք խնդրեմ մի քանի բառով այդ ձեր ՄԱԿ-ի հետ համագործակցության մասին ինչեր եք արել հանուն մեր ազգի մեր ժողովրդի։ Շնորհակալ եմ, ես հետաքրքիր մենյուտ է, ինչի մասին հայության մեծամասնությունը անդեղյակ է, այս առիթով կդերակացնենք մեր ժողովրդին։ Ուրեմն ես երբ որ համալսարան ավարտեցի, ամերիկյան մի մեծ գազམ་ագերբություն մարքեթինգ մասնաճյուղով ինձ գործուղեցին Ժնև, Շվեյցարիա, եւ այդտեղ մնացի 4 տարի մարքեթինգի տնօրեն էի, եւ երբ որ Ժնև ասա, դեսա որ այդտեղ ՄԱԳ-ի մարդկային դերամանս բաժանմունքը Ժնևում է, ոչ թե Նյու Յորքում, եւ օրակարգի վրա կա մի զեկույց, որ ներառում է զանազան ցեղասպանության օրինակներ, մասնավորապես հայոց ցեղասպանությունը, ուրեմն քանի որ ես ուսանել եմ միջազգային քաղաքականություն, ինձ շատ հարազատ մի բան էր թե ՄԱԳ-ը եւ թե քաղաքական հարցերով զբաղվելը, ուրեմն ես սկսա աշխատանքից ժամանակ փախուստալ, գնալ ՄԱԳ-ի շենքում եւ այդտեղ ներկա լինել, լոբինգ անել, համոզել զանազան երկրներու տեսփաններին, որ ինվաս կվերգեն, բայց մինչև իմ հասնելը ես այդտեղ հասա 78-ին, այդ զեկույցը արդեն պատրաստվել էր, սկզբնական օրինակի մեջ գար նշում զեկուցապերը, որ Աֆրիկայի Ռուանդա երկրից էր, այդ զեկուցապերը նշել էր հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպան օրինակ, բայց հետո շատ թուրն հարձակման ենթարկվել էր թուրքական կառավարության կողմէ եւ 78-ին երբ որ հասա, այդ մարդը ճնշումի տակ հանել էր այդ նշումը հայոց ցեղասպանության, ինչ որ շատ նեղացուցիչ մի բան է մեր բոլորի համար, ես էլ քանի որ այդտեղ էի, սկսեցի պայքարել եւ 78-ին մարդկային իրավանց ենթահասնախումբը որոշեց, որ այս զեկույցը պետք է լրացվի հայկական ցեղասպանության նշումով եւ ուղարկեցին իրենց վերի մարմինին, ենթազոհ ուղարկեց հանձնախումբի մարդկային իրավանց, այդտեղ էլ ուրեմն այդտեղ ես մեր հակառակորդները ամեն ինչ անում էին այդ process-ը վիժեցնելու, այդ խնդիրը փակելու դարումով։ Այո, բայց ասեմ, որ էսի շատ թեժ պայքար է հետևյալ պատճառներով, նախ Թուրքիան ՄԱԳ-ի անդամ է, Հայաստանը հանրապետությունը անկախ չկար, Սովետ միությունն էր ներկայացնում Հայաստանը, ուրեմն Թուրքիան ՄԱԳ-ի անդամ ունի թե ելույթի իրավունք, թե քվեի իրավունք, թե ջնշելու իրավունք, որտեղ ՄԱԳ-ը երկրների գազམ་ագերբություն է, ոչ թե անհատների կամ գազམ་ագերբությունների։ Երկրորդ Թուրքիան որպես հզոր մի պետություն, նաև անդամ է ՆԱՏՕ-ի եւ անդամ է իսլամական համախմբումին, ուրեմն այդտեղ կան 50, 60, 70 երկիր ես երկու մարմինների մեջ, այդ բոլորն էլ Թուրքիո ողքին են կանգնում եւ պաշտպանում են թուրքական թեզը։ Ուրեմն ես փորձում էի պայքարել այդ բոլորի դեմ, ուրեմն 79-ին հաջողեցա ես մտնել ՄԱԳ որպես ոչ կառավարական ներկայացուցիչ եւ իրավունք ունեցա ելույթ ունենալու այդտեղ եւ Թուրքիո թեմ ոչ միայն լոբինգ անում էի, այլ իմ ելույթներում ամբողջ աշխարհին ներկայացնում էի հայոց ցեղասպանությունը եւ հագաթարցում էի թուրքական ելույթներին։ Ուրեմն այդպես 79-ին ենթահասնախումբը ավարտվեց եւ այդ զեկույցը այդպես գիսատ մնաց, որովհետեւ շատ ներկայացուցիչներ դժգոհ էին, որ հայոց ցեղասպանության նշում չկար, իսկ որոշները ասում են, չէ, լավ է, այսպես լավ է հայկական ցեղասպանության պետք չունեն, այդպես գիսատ մնաց, չուղարկեցին ավելի վերի մարմիններին, ուրեմն ես շարունակում էի հետևել գնալ ամեն տարի, ուրեմն մի քանի տարի հետ ես որոշեցի, որ Աստորեն դուք միայնակ առանց որևէ աջակցության, առանց որևէ կազմակերպության կամ միջուր այդ բանի, դուք միայնակ լծվել եք այդ շնորհակալ գործին ու տանում եք այդ հարցը դրական լուծման, Աստորեն։ Ուրեմն ավելի
մանրամասնեմ 78-ին որ սկսա այնադեն ես ոչ մեկ չէի ներկայացնում որպես անհատ, բայց շուտով տեսա որ մի անհատ չի կարող այս գործը առանցին անել, պետք ունենք կազմակերպված մի մարմնի, որ աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեն հայտարարի հանձնախումբեր, եւ եթե այդ հանձնախումբերը գնան իրենց երկրների կառավարության մոտ, տեսմանների մոտ, եւ որ Ժնև կան իրենց ուղղորդեն, որ այս հարցով այսպես պետք է քվեարկեք, դա օգտակար կլինի։ Ուրեմն ես սկսա այդ աշխարհան դանել հայտարարի հանձնախումբի որպես անդամ։ Եվ գային 1-2 անհատներ Ժնևում, բայց ընդհանրապես ես էի որ ամեն օր դեր լինում էի, ես էի որ լոբինգ անում էի։ Եվ վերջապես որոշեցի որ մի քանի տարի հետ որ սարած մնացել էր այդ գիսատ զեկույցը, որ նոր մի ինիցիատիվ առնեմ եւ այս հարցը նորեն օրակարգի վրա բերենք եւ հաջողեցա, իմ շատ երկար պատմություն է որ չեմ ուզում մանրամասնել, հաջողեցա այս զեկույցը վերակենդանացնել, օրակարգի վրա բերել եւ մի նոր զեկուցաբեր նշանակվեցավ, որ ես համոզել էի այդ մարդուն, որ ինքն ընդունի այդ Բաշտոնը, որտեղ ինքը մեծ հայասեր մարդ էր եւ հայության մասին շատ բան իմանում էր եւ ցեղասպանության մասին, որ այդ մարդը 83-ին սկսավ գրել նոր զեկույցը, 84-ին բերավ իր մասնագի զեկույցը եւ նորից թուրքերը փոխեցին եւ այլն, որտեղ ինքը արդեն գրել էր հայության մասին եւ 85-ին բերավ իր վերջնական զեկույցը, ուրեմն էդեր ամենե թեժ բայկար դեր ունեցավ միջայդես դարիները վեր որտեղ ներկա էի բոլորին հետ խոսել եմ մեկ մասը համոզել եմ մեկ մասը ասել են մտածենք ինքնակուլուխ չենք կարող որոշել պետությունը պետք է ասի բան այսինքն ինչ որ ես կարողանում էի անում էի ամեն ինչ վերջապես 1985 թվականի օգոստոս 29-ին քվեի տրվեցավ այս հարցը զեկույցը բավարարելու մասին եւ հրաշք պատահեց 14 ներկայացուցիչները այո քվեարկեցին, մեկ հատ ոչ եւ 4 հատ ծերմբա։ Այսինքն դա ճաշախիչ հաղթանակ էր հայության համար եւ մեծ ապտակ Թուրքիո ժողովրդական կառավարության։ Ուրեմն այդպես ավարտեց, վերջին մի բան էլ պատմեմ շատ ամփոփ, ուրեմն 88 թվականին Սումգայիթի չարտերը տեղի ունեցան եւ անշուշտ ցավալի մի բան էր բոլոր աշխարհի հայության համար եւ ես նկատեցի ամենաշատս մի բան որ դուրս եկավ հայերը հավաքվում էին մի սրահում գետրոնում եկեղեցիում եւ իրար պատմում էին այս չարտերի մասին ես մտածի որ իրար պատմելը անօգուտ մի բան է պետք է մենք աշխարհին տեղեկացնենք այս մասին օդարներին եւ ոչ թե հայ-հայուն ուրեմն ես որոշեցի Ժնև վերադառնալ որտեղ դակավին ես ունեի NGO-ի ստատուսը եւ դեռ ելույթ ունենալ աշխարհի առաջ Սումգայիթի մասին ուրեմն հետաքրքիր մի տեխ բادرեցավ քանի որ այնտեղ Հայաստանը դակավին Սովետ միության մեջ 80 թվականին ես մտածի որ եթե բացահայտ խոսեմ այդ չարտերի մասին ոչ թե մի 100-200 տարի առաջվա տեպքերի մասին այլ մեր օրին բադահող այդ նույն դարին Էդի կարող է մեծ խայդարագություն լինի Սովետ միության համար, որ իրենց երկրում մարդիկ չարտում են իրար եւ այլն սպանում են։ Ուրեմն մոտեցա Սովետ ներկայացուցիչին, ասացի որ արի դերություն ուզում եմ ցեզ դերացնել, որ ես մի քանի օրից խոսելու եմ Սումգայիթի մասին, բայց շատ այսպես մեանցեվով Սովետ միության տեղեկացրեցի Ուրեմն ամիջապես որ ասեցի Սումգայիթ, ամիջապես Սովետը ասեց, չէ, ասեց ոչ մի բառ չեմ ուզում այդ մասին որ ասեք դուք մագում, ոչ մի բան μην ասեք, նույնիսկ եթե ազնիվ մեանցեվով, ավելի լավ է բան չասեք, քան թե մի բան ասեք մեանցեվով։ Ես ստիպված իրան ասեցի որ շատ կներեք, բայց ես չէի եկել ձեր մոտ, որ ձեր արտոնությունը խնդրեմ։ Ես հայ եմ եւ Ամերիկայի քաղաքացի, իրավունք ունեմ ուզածս ասելու ձեր արտոնության պետք չունեմ ես ցեզ բարձրապես արի քաղաքավարություն մոտեցա որ ցեզ դերակացնեմ որ անանգալի չգա
շատ նեղացավ անշուշտ անդադ ասում էր չէ ոչ մի բան միասեք եւ մեկնեց ուրեմն հաջորդ օրը երբ որս օրագարկի նյութը եկավ եւ իմ հերթներ խոսելու եւ որ սկսա խոսելու ամենից որ Սումգայիդ ասեցի լրիվ սովետ պատգամավորները ոտքի կանգնեցին եւ շենքից դուրս եկան Լքեցին դարձության որպես փողոքի նշան մի բան որ ես շատ ուրախ եմ համարդ եմ որպես անհատ որ իմ բաժարով հզոր սովետական միության ներկայացները մագիստրուս եկան եւ էսի շատ բացառիկ մի բան է մագի պատմության մեջ միան եղել է երկու անգամ մեկ անգամ իմ բաժարով երկրորդ անգամ իմ բաժարով առաջին անգամը 50 թվականին երբ որ Կորեայի պատերազմը ընթանում էր եւ ամերիկացիները ուզում էին խաղաղ ուժեր ուղարկել սովետները հակառակ էին եւ ամենական խորհրդի մեջ արի փողոք սովետ պատգամավորները ոտքի կանգնեցին եւ դուրս եկան շենքից ինչ որ շատ սխալ մի քայլ էր իրեն շահերի թեմեր որտեղ եթե այդտեղ նստեին դուրս չգային իրենք վետոյի իրավունք ունեին եւ կարող են կանգնեցնել այդ process-ը բայց քանի որ դուրս եկան մարդ չկար որ վետո անե եւ ուրեմն ընդունվեց այդ որոշումը եւ այդ մագոր ուրեմն էսի բադայել է միայն երկու անգամ է 60 դարվա մեջ մեկ հատ Կորեայի բաժարով մյուսնել Ռուսաստանի բաժարով շատ լավ հիմա անցնեմ իմ երրորդ հարցին դուք որոշակի շփումներ եք ունեցել մեր հայտնի հայրենակից Հայաստանի ազգային հերոս պարոն Քրկորյանի հետ այ հայրենիքի հետ համագործակցություն այս սկիզբը ինչպես եղավ որ դուք սկսեցիք շփվել պարոն Քրկորյանի հետ հետո այդ նախաձեռնությունը անցավ Հայաստանի հետ համագործակցության եւ այլն այս մասին կարևոր էջ է ձեր կյանքում եւ մեր հայրենիքի հետ կապված այո ամենայն սիրով ուրեմն 88-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժեն յետքը ամեն հայ աշխարհի 4 կողմը փորձում էր օգտակար լինել հայրենիքին ինչ որ լսում էին մի բան պետք է փորձում էին այդ բանը առնել ու արգել բայց կազմակերպված ծավով չէր հաջող ուղարկում էին մի ապրանքից շատ չափազանց շատ իսկ մի ապրանքը որ չէին լսել ոչ մի բան չէր ուղարկվել այդ մասին ես մտածեցի որ քանի որ սպիրկը կազմակերպված չէր համայնական մարմին չկար ես մտածեցի որ դեսի մի մարմին ստեղծեմ որ 7 գլխավոր գազམ་ները միասնապար աշխատեն համագործակցեն եւ վեդի անելու համար ուրեմն փորձեցի մոդենալ բարոն Քրկորյանին եւ խնդրել որ ինքը աջակցի այս աշխատանքին եւ որոշ ֆինանսական օգնությամբ ուրեմն ներկայացրեցի այդ 7 միությունների անունները եւ որ օտանավով ուզում ենք ապրանք ուղարկել հյումանիտարություն ուղարկել Հայաստան ինքը սկիզբը շատ կասկածամիտ էր որտեղ ինքը իմանում էր որ հայությունը դժվար է համագործակցում իրար միապան չեն եւ պես որ էդի հայերը չեն միանում եւ ոնց պիտի անես ասացի խոսելս չէ ասում ոչ մի չեմ խոսել բայց եթե դուք այո ասեք ես գաբդեմ մյուսների հետ եւ հարցրեմ թե ուզում են գործակցել թե ոչ ասեց շատ լավ ասի հոյեգա խաղապար է ես իմ մտածխանը այո է հիմա շատ դժվար աշխատանք ունեցուն վիդե 6 կազմակերպությունները համոզեց որոնք երբեք իրենց կյանքում պատմության մեջ չեն համագործակցել ասեցի կփորձեմ ասեցի փորձե եւ ինձ դերակացուր ուրեմն վերադարձա իմ կարասենյակը զանգեցի չէ բայց ներեցեք այդտեղ ինքը նաեւ հավելում է որ եթե իրենք չհամաձայնվեն այո այնքան ասեց որ ինքը այնքան խանդավառ էր այսինքն չափազանց խանդավառ էր ասեց եթե վեսնել ոչ ասեն ինձ կասես ես երթուն գարենք այս աշխատանքը ոչ որ ուրախ էի բայց նաև ես ուզում էի որ էսի լիներ համահայկական աշխատանք ոչ թե Ռուսաստանը եւ Քրկորյանը օգնում են հայրենիքին այլ ամերիկահայությունը օգնում է հայրենիքին սկացական եւ որոշ սիմվոլիկ բարոյական արժեք ունի ուրեմն մի ժամում դեսնել այո ասեցին եւ Քրկորյանը զանգեցի ասեցի բոլորն այո ասեցին ասեց շատ լավ
ասեցի ես օտանավից չեմ հասկանում, ինքը օտանավի շատ բան իմանում, օտանավի ընկերություն ուներ, ասեց օտանավը կարգո պերնադար օտանավը ես կվարձեմ, տունը սպաղվե ապրանքները հավաքելով, ուրեմն հավաքվեցինք, այդ ժամանակ սկիզբը հեշտ էր, որտեղ երկրաշարժից ի վեր Ռումնեսի լինում է հիմա նոյեմբեր-դեկտեմբեր 89, այսինքն երկրաշարժ մի տարի ետքը, բայց զարմանալիորեն մի տարի ետքը դակավին բոլոր հայկական գետրոններում, սրահներում, անկումներում կար հսկա մի հավաքված ապրանքներ, որոնք չէին կարող իրենք ուղարկել, որ շատ տանկ է ուղարկումը, ուրեմն ամենևս կապվեցի բոլորի հետ եւ ասեցի ինչ որ հին ապրանքներ են օգտագործված հարկուսիվան, էդի թափեք, ինչ որ լավ ապրանքներ են, էդի բահեք, ուրեմն վերցրեցինք այդ ապրանքների մի մասը առաջին օտանավով, ես էլ օտանավի հետ միասին եկա Հայաստան, գնացինք Աղեդի կոդի, ուղղակի մեկ-մեկ այդ դուպերը անցնեցինք այդ աղետյալ ընտանիքներին, շատ ըսկացական էր, վերադարձա Կրկորյանին դեղացի, որ առաջին օտանավը հաջողությամբ արեցինք, ուղղակի ընտանիքներին անցնեցինք ապրանքները, ասեցի ինչ է կողպապակի, ինչ անենք հիմա, ասեց շարունակիր հաջորդական օտանավներ ուղարկել Հայաստան, ասացի որքան ժամանակ համար, ասեց որքան ժամանակ որ հայրենիքը օգնության պետք ունի, ուրեմն հոյակաբեր, ուրեմն ես շարունակեցի 4-5 օտանավ մոտավորապես կարողացանք լցնել օտանավները այդ ապրանքները որ գային, եւ որ այդ ապրանքները ավարտվեցին, ապրանք չկար այլևս, եւ Կրկորյանը ապրանք առնելու փող չէր տալիս, միայն օտանավի փողը տալիս էր, եւ մեր գազբարները դժգամ էին, որ փող հատկացնեն նոր ապրանք առնելու, ուրեմն չէի իմանում, թե ինչ պիտի անենք, շատեր ասում են, որ լավ, քանի որ ապրանք չկա, փող չկա, փակենք, ասեցի չեն կարող փակել, որտեղ հայրենիքը պետք ունի մեր օգնության, ուրեմն այդ օրերուն, որ դուսա չէի թե ինչ են անելու, մի հրավեր եկավ այդ օրերին ամերիկյան կառավարությունից, պետքարտուղարությունից, Վաշինգտոն, որ բոլոր հումանիտար գազམ་ակերպությունների Ամերիկայի մի համաժողով գա, մտածի որ քանի որ շատ բան չեմ անում, ես էլ գնամ մի քանի $100 ծախսել լինի, նայեմ եթե մի բան սովորեմ, որտեղ լուրջ խնդրեմ ունենք շարունակելու, չենք գիտեր ինչ պիտի անենք, գնացի այդտեղ մոտ 800 հոգի կար սրահում եւ դարբեր մասնակիցներ, ելույթներ են ունենում, եւ որ մի թաթար արվեց օրվա ընթացքում, իմ գողս մի ամերիկացի մարդ կար, ասել բարևեց ողջունեցի իրեն, անուստվեցի, ներկայանում դուվեց, ասեցի ինչ եք անում, ասեցի ես հումանիտար խոշոր գազམ་ակերպության մեծ պաշտոնյա եմ, մենք 60 տարի ես աշխատանքը անում ենք, ասեց ինչպես աշխատում եք, ասեց քանի որ մենք 60 տարի գոյություն ունենք, Ամերիկայի խոշոր գազམ་ակերպությունները մեզ ճանաչում են բիզնեսները եւ մեզ ամեն տարի միլիոնավոր դոլարի ապրանք ծրի նվեր են տալիս եւ մենք էդի բաժանում ենք դարբեր դերերում ուրեմն էդի որ լսեցի էդի ինձ համար հրաշք մի բան էր ասեցի արդյոք կարելի է որ ես էլ ասեցի նոր գազམ་ակերպություն ունեմ ապրանք ունենք եւ մեր հայրենիքը վնասված է ու պետք ունի օգնության, կարելի է որ օգնենք մեզ, ասեց այո, ինչ ուզում ես, ասացի դժվարանում եմ ասել ինչ ուզում եմ, մի ամբողջ երկիր ամեն ինչի պետք ունի, չեմ կարող ասել մի ցուցակ տալ, որ այս բաները պետք ունենք, ամեն ինչ պետք ունենք, ասացի եթե կարելի է ինձ եթե կարող ես տալ ծեր բահեստանոցի, բահեստի բոլոր ապրանքների ցուցակը եւ մենք զադենք Անդրենք թե ինչ ուզում ենք էդի, ինքը ասեց մենք երբեք այդպես չենք աշխատել, բայց ասեց որ վերադառնամ վաղը նախագահին կխոսեմ եւ քեզ կդերակացնեմ, ասացի շատ լավ, իմ ադրեսը դվեցի իրեն իմ կարտը բիզնեսի եւ մի քանի օրից մի շատ այսպես հսկա մի ձանրոց եկավ, որ մեջը կար հարյուրավոր էջ, բոլոր Հայաստանցի իրենց ապրանքներու ցուցակը եւ գրել էր ասապրանքներն ինչ որ ուզում եք, ինչ որ քանակությամբ ասեք մենք գտանք ցեզ այդ ապրանքները։ Ուրեմն ես արդեն Հայաստան մեկնում եի դորերին, այդ ցուցակերս դարեցի, որովհետեւ չեմ մանում թե ես չեմ ուզում ես ինչի պետք ունի, ինչի պետք ունեն, ամեն մեկ
դարբեր նախարարներ ոլորտների իրենք որոշում են արեցի այդտեղ դվեցի ցուցակը ուրեմն հարցրեցին ասացին որքան փող պետք է վճարենք այս ապրանքների համար ասացի 0 նաև ասացի տրանսպորտն էլ 0 ոչ մի ծախս չունեք դուք մենք պետք է դասավորենք բերենք եւ դուք միակ օգտագործեք ուրեմն ահագին ապրանք զարեցին կարծեմ մի քանի միլիոն դոլարի ուրեմն վերադարձա ուղարկեցի այդ գազམ་ագերության եւ իրենք մենք արևմտյան կողմն ենք Ամերիկայի այդ գազམ་ագերությունը արևելյան կողմն էր ուրեմն օտանավը այդտեղից վարձեցի արևելյան կողմից եւ ապրանքները այդտեղ էին ես էլ այդտեղ գնացի նստա օտանավը եւ եկա Հայաստան այդել բաժանեցինք եւ այս մարդիկ պատրաստ էին շարունակել այդ օգնությունը մեզ դալ բայց ես մտքից մի խաղապար ընկա որ կան ես չէի իմացել որ այսպեսի նման գազམ་ագերություն կա Ամերիկայում որ իրենք ծրի ապրանք են ստանում մեծականակ եւ օգնում են ուրիշներին մտածի որ հիմա որ բադահմամ կդա մի հատը կարող է նաեւ լինել որ կան ուրիշներ այլ գազམ་ագերություններ որ նման աշխատանք են անում սկսա բրբդել եւ իսկապես կդա որ 4-5 եւս կան առնվազն գազམ་ագերություններ բոլոր այդ կապեցի գնացի իրենց կետրոնները Ամերիկայի դարբեր կողմերում եւ հետո էլ իրենց ղեկավարներին հետ Հայաստան բերեցի որ իրենք դեսնեն թե ինչ է վիճակը եւ այս բոլորն էլ ասացին որ մենք էլ կօգնենք ուրեմն այլևս ապրանքի պետք չունենք եւ փողել պետք չունենք որ ապրանք առնենք օտանավն էլ կրկորեն դալիս էր ուրեմն շարունակեցինք 10 50 100 ուրեմն ուղարկեցինք մինչեւ 158 օտանավ եւ հետո էլ որ կարողացանք զովային ջամփով կոնտեյներով ուղարկել Վրաստանի վրայով որ ավելի էժան է դիքանտե օտանավը մոտ 2500 կոնտեյներ ուղարկացինք ուրեմն 35 տարում այդ բոլոր ապրանքների ընդհանուր արժեքը հիմա եղել է մի ահռելի մի գումար 1 միլիարդ եւ 60 միլիոն դոլար Էդե ուրեմն եւ դակամի շարունակում ենք մինչեւ այսօր օգնել թե կորեան մահացավ բայց ավելի դժվար է հիմա եւ այդ գազམ་ագերությունն էլ ասացին որ մենք չենք ուզում շարունակել կորեանի մահից հետո բայց ես որպես համար զեյթունցի եւ իմանալով որ մեր ժողովուրդը պետք ունի այդ թերորայքի մանավանդ թերորայքին մահու գնաց հարց է ուրեմն մի նոր գազམ་ագերություն ստեղծեցի առանց ոյե գազམ་ագերության աջակցության եւ շարունակում եմ 1001 դժվարություններով բայց բաղավին այդ ապրանքները ծրի դալիս են մեզ եւ մենք այդ ուղարկում ենք Հայաստան Այսինքն դուք փաստորեն շարունակում եք արդեն միայնակ այո միայնակ շարունակում եք այդ շնորհակալ գործը իսկ ինձ մոտ հարց առաջացավ այդ 6 կազմակերպությունների գործառույթը ինչ էր իրենք ինչ էին անում այդ Պարոն Քրքորյանը այդ ինքնաթիռներ տրամադրում դրա վարձակալությունը դուք կազմակերպում եք այդ 6 կազմակերպությունների անելիքը գործառույթը որն էր իրենք ինչ էին անում ինչով էին մասնակցում ուրեմն անշուշտ իրենք ունեն իրենց անչափ աշխատանքները որ գապ չունի մեզ հետ ամեն մեկ կազմակերպություն տասնամյակների վերքոյություն ունի անում են մշակութային ընկերային մարզական եւ այլն բայց մեր մոտ Գրգորյանը եւ որ ասեց օտանավը ես կգամ եւ մենք ունեինք առնվազն այդ ամրակները մորանանք մի րոպե ունեինք քրասանյակային ծախսեր քրասանյակի ծախսեր ամսական բաժնյաների եւ այլն ուրեմն խնդրել էի որ ամեն մեկ այդ 6 կազմակերպությունները ամեն մեկը դարեգան հատկացնի $25000 որ շատ փոքր գումար է այո եւ այդ կազմակերպությունները այդ դարիներում ամեն մեկը $25000 տալիս էր դարին որ մեր քրասանյակի ծախսերը փակում էր եւ ատկի նաեւ այդ քանի որ իրենք են վարչությունը այսինքն կազմակերպության ղեկավարությունը իրենք են մենք վարչության ժողով ունենում ենք ես զեկուցում եի վարչության եւ իրենք ասում են այս շատ լավ է շարունակի ես առայլարա այսինքն աշխատում ենք եւ այդ 6-ը եւ Գրգորյանի գազམ་ագերությունը լինզին 7-ը միասին ասեմ որ իբադի վեց բոլոր գազམ་ագերություններին շատ համերաշխ իրար հետ աշխատեցին
ոչ մեկ վեճ գրիվ եւ այլն չեղավ եւ բոլորն էլ օգնեցին որ ես իմ աշխատանքը շարունակեմ հաջողությամբ եւ այդ է պատճառը որ այսքան օգնում կարողացան ուղարկել Շատ լավ Այ դուք նշեցիք լինզի հիմնադրամ դրա հետ կապված ուրեմն որոշակի խոսելիք կա ասելիք կա այ պարոն Քրքորյանը 200-ից ավելի միլիոնի ուրեմն այդ լինզի հիմնադրամով ուրեմն Հայաստանին աջակցություն դրա հետ որոշակի խոսակցություններ բան այ մի քանի բառով դրա մասին Այո, դա կարևոր հարց է։ Ուրեմն այդ հումանիտար առաքումները մենք սկսանք 89 թվականին, իսկ տարիներ յետ բարոն Քրքորյանը, որ երբեք Հայաստան չէր այցելել, ինքը Ֆրեզնոյում ծնվել է, ինքը որոշեց, որ Հայաստան ուզում է այցելել, ես էլ իրեն ընկերացա, Հայաստան եկանք 2 օրով եւ ինքը հանդիպեց Նահակայի հետ Քոչարյանների ժամանակ հանդիպեց Վասկեն Սարգսյանի հետ Իբադիվիրեն միջազգային կազմակերպել էին եւ Նահակայի հետ հանդիպման որևէ խնդրանք չկար Նահակայի կողմից Քրքորյանը ինքը առաջարկեց ասեց ինչ կարող ենք անել ավելի Հայաստանի համար քան ինչ որ անում ենք մինչեւ հիմա Քոչարյանն ասեց մենք պետք ունենք Հյուսիս հարավ ճանապարհի որ $100 միլիոն է եւ զարմանալի են Քրքորյանը ամիջապես առանց դադամսելու մտածելու մի րոպեից ասեց այո գտամ այդ գումարը ոչ մի քրավոր առաջարկ կար ոչ մի ծրագիր կար որտեղ հսկա գումար է $100 միլիոնը ուրեմն այո ասեց մի ուզում ենք ճանապարհ սարքել Նահակա Հյուսիս հարավ Վրաստանի սահմանը միջև Բարսկաստանի սահմանը այդ որ լսեցի ես ամիջպես մտահոգվեցի որտեղ Բարսկաստանը Ամերիկայի կողմից պատժամիջոցի ենթակա էր եւ Ամերիկայի կառավարությունը չէր թողնում որ որևէ աշխատանք տարվի որ գաբոնի Բարսկաստանի հետ ուրեմն ես փորձեցի որոնք Քրքորյանին դերակացնել ագանչին պսպսալով որ կարող է էսի խնդրեմ լինել բայց Քրքորյանը այնքան խանդավառ էր Հայաստան շատ սկացական էր ասեց առուտ ասեց իմ ամբողջ կյանքը երբեք չեմ լսել ոչ հաշվապահների ոչ էլ իրավապահներին մի մտահոգի մասին ասեցի շատ լավ ուրեմն վերադարձանք ուրեմն այդ բոլոր ծրագիրները պատրաստեցինք ուղարկեցինք ամերիկյան կառավարության հատուկ գրասենյակներ կա պետքարտուղարության մոտ որ իրենք ուսումնասիրում են, վավերացնում են, եւ ամենաշաբես այո կամ ոչ չեն ասում, երկար ժամանակ է տևում, ուրեմն հատուկ իրավաբանական մի գրասենյակ վարձեցինք, որ այդ բաները պատրաստեն իրավաբանական կետնի վրա, հետո հսկա գումար ծախսվեց այդ ծրագրի վրա, աշխատանքի վրա, ուղարկեցինք ամերիկյան կառավարության ուրեմն սպասեցինք ամիսներով վերջապես պատասխանեցին եւ պատասխանը ոչ էր չեք կարող ես անել որտեղ Բարսկաստանի գաբոնի ashust ցավալի էր որ ժամանակ մատնեցինք մի քիչ էլ փող մատնեցինք բայց դեղացրեցինք Հայաստանի կառավարության որ Հյուսիս հարավ ճանապարհը չի լինելու բայց կարող ենք ավելի ներքին ճանապարհներ սարքել այլ բաներ անել ինչ եք ուզում որ անենք Իրենք ասացին, մենք շատ այլ ծրագրեր ունենք, միայն ճանապարհ չէ, ուզում ենք դպրոցներ սարքել, ուզում ենք աղետի կոդի հազարավոր դուներ կառուցել, մշակույթի օբյեկտներ նորոգել, թանգարաններ եւ այլն։ Ուրեմն Երևանի Գյումրիի փոստները նորոգել, հրաբարակ Երևանի այլն։ Այդ բոլորի համար ընդհանուր գումար եղավ $242 միլիոն։ Ուրեմն այլևս $100 միլիոն չէր, $242 միլիոն։ Եվ Քրքորյանը որոշեց, որ ինձ նշանակի որպես պատասխանատու այդ ծրագրի վերահսկման, առավել այդ հումանիտար աշխատանք, որ դանում էի, ուրեմն հիմա ունեցա 2 աշխատանք, առավել թերթը շարունակում էի, երրորդ աշխատանք։ Ուրեմն բավական դժվարին աշխատանք էր, որտեղ հսկա ծրագիր էր եւ մեծ գումարներ էին եւ չէի ուզում որ այդ գումարները մսխվեն
նույնիսկ նպատակին չզարայեն, ուրեմն հաջող Հայաստանը է լինում, այդտեղ մենք գրասենյակ բացեցինք, ես նշանակեցի որոշ պաշտոնյաներ, շատ ազնիվ վարգեշ պաշտոնյաներ, որ շատ հոյակապ աշխատանք տարեցին, եւ ամեն ինչին դեղյակ էին, որպես հայաստանցիներ, առավել քան թե ես, եւ շարունակեցինք աշխատանքը դարիներով, ուրեմն ուրախ եմ ձեզ հայտնելու, որ այդ աշխատանքը ավարտեցինք, բոլոր ծրագրերը իրենց լրումին հասան, ժամանակին եւ բարձր որակով։ Ինչ որ որակը ընդունելի չէր, չէին ընդունում, նորից իրենք անում են իրենց ծախսերով շինարարները, եւ որ տեսնում ենք, որ բավարար է որակը, այնադեմ վճարում ենք իրենց գումարը։ Ուրեմն այս աշխատանքը դարեցինք եւ ավարտեցինք, ոչ մի աշխատանք կիսատ չմնաց։ Այս դա է ուզում ասել, քաղաքական մասը չեմ ուզում ասել, բայց դուք էլ երևի տեղյակ եք, որ բազմաթիվ խոսակցություններ կան, որ Պարոն Քրքորյանը դադարեցրեց ծրագիրը, դա անավարտ մնաց, որովհետև որոշակի չարաշահումներ կան, այս մասին դա ինչքանով է համապատասխանում իրականությանը։ Ուրեմն տարիների վեր ես 1000 անգամ լսել եմ այս խոսքերը, ասում են Քրքորյանը նեղացավ, քողացան եւ այլն չշարունակեց, կիսատ մնաց։ Դժբախտաբար այդ բոլորը գեղձիկներ են եւ սուտ են, որտեղ ես իմանում եմ, ես եմ բալասխանադուն, այդ բոլոր մարդիկ որ ասում են Քրքորյանը նեղացավ, ես ամենաշատս իրենց կանգնեցնում եմ, ասում եմ, դու որտեղ ես իմացար, որ Քրքորյանը նեղացավ, Քրքորյանը հարցրել ես, ինքը քեզ ասել է, որ ինքը նեղացել է, ասել չի, փողոցից լսել եմ, ասեկոսներից, ասացի, որ շատ գներեք, բայց ժողովուրդը ինչեր է ասում, ամեն բանի մասին, միան այս ծրագրի մասին չի, ամեն ինչի մասին, ամեն խոսակցություններ կան, մեծ մասը անշուշտ իրականություն չեն, եւ բացատրում եմ, որ ոչ մի աշխատանք կիսատ չմնաց, ոչ մի Քրքորյանը երկրորդ անգամ Հայաստան եկավ, եւ շատ քոհեր, ուրախ էր, վերադարձավ, նույնիսկ մի բան արեց, որ ընդհանրապես ինքը կոֆոսանքով չի սպառվում երբեք, բայց ազնիվ մարդ է, որ մի օր միասին ենք ասեց, հարուտ ասեց, քո շնորհիվ Հայաստանը դարձրել է եվրոպական երկիր մագարտակով, ասացի պարոն Քրքորյան, արդար չի, որտեղ ես բան չէի կարող անել առանց քո մեծակումար նվիրատվության, ավելի կրեդիտ պետք է գնա քեզ, քան թե իմ, ասեց լավ փոխեմ իմ ասածը, ասեց այդ աշխատանքը լրումին հասավ, հոյակապ արդյունքով, շնորհիվ քո աշխատանքին եւ իմ փողերին։ Ասացի էդի ավելի դրամապանական է, ընդունում եմ էդի։ Ուրեմն այդպեսի բան երբեք չի եղել, որ ինքը նեղացել է, փակել է ծրագրերը, էս արել է։ Ես շատ խիստ հսկել եմ բոլոր ծրագրերը, եղել են ամենաբարձր մագարտակի պաշտոնյաներ, իմ անուններ չեմ ուզում տալ, եղել են մարզպետներ, որ բանջել են, որ այդ մարզպետը իրեն աշխատանքից հանեն, պաշտոնից հանեն, որտեղ փորձում էր չարաշահել, եղել են շինարարներ, որոնք որակավոր չէին աշխատում, փոխել ենք, ուրեմն ամեն ինչ արել են, որ պաշտպանեմ, ապահովեմ այդ գումարները, եւ այդպես էլ եղավ, որքան որ մարդկայնորեն կարելի էր, արեցինք։ Հիմա ժողովուրդը խոսում է, որտեղ բոլորս իմանում ենք, որ Հայաստանի մեջ երկար տարիներ է գա կոռուպցիա, այդ է ժողովուրդը իմանում է, բայց կոնկրետ որ այս ծրագրի մասին ինչ պրոբլեմ կա, այդ մասին իրենք չեն իմանում, ընդհանուր իրենք լսել են որ կոռուպցիա կա, ուրեմն ամեն ինչ գոհաբդում է, բայց ես մեր ժողովրդին հետևյալ խորհուրդը տալիս եմ, ասեմ որ գիտեք ասեց շատ վատ բան եք ասում, եւ որ ասում եք բոլորն էլ քող են, չի կարելի ասել որ ամեն հայ քող է, բոլոր հայերն էլ քող են, ունենք շատ ազնիվ մարդիկ, եւ նաեւ ունենք քողեր, այո, քողեր ունենք, ինչպես ամեն երկիր ունի իր քողերը։ Իմ պաշտոններ, որ վերահսկեմ այդ ծրագրերի վրա, այդ փողերը չմսխվին եւ իրենց նպատակին ծառայեն։ Էդի իմ կարծիքով որքան որ մարդկայնորեն կարելի էր, էդի արեցի ես եւ ծրագրերը ավարտվեցին հոյակապ մագարտակով, որակով եւ ժամանակին։
Այսինքն փաստորեն այդ նախատեսված գումարի շրջանակներում աշխատանքները ավարտվեցին, բնականաբար անսահման չէր կարող լինել 200 քանի 200-ից ավելի միլիոն գումար, ասենք ոչեր նորից եւս 100 կամ 200-ը տրվելու, բնականաբար այդ գումարի սահմաններում աշխատանքները ավարտվեցին, եկան իրենց տրամաբանական ավարտին ու ծրագիրը դադարեցվեց։ Այո, հետո էլ Կրկորյանը որ արդեն 95 տարեկան էր ասես մի տարիք ինքը որոշեց, նաև ասեկոսները ասում են որ Կրկորյանը այդքան նեղացել էր որ լինզին փակեց, ասում եմ էդել գեղձիկ է որտեղ լինզին միայն Հայաստանի համար չէր որ աշխատում էր, նաև Ամերիկայում հումանիտար ծրագրերին փողեր դարձ հիվանդանոցներ եւ այլն, եթե Հայաստանից նեղանար ինչու պիտի փակեր ամբողջ լինզին, կարող էր Հայաստանին չդալ, բայց շարունակել դալ ամերիկացիներին, բայց երկար տարիներ առաջ Կրկորյանից ասել էր որ մի քիչ որ ավելի դարես լինեմ, փակելու եմ այս աշխատանքը, որովհետեւ չեմ կարող զբաղվել ամենօրյա այս ծրագրերով, եւ այդպես էլ արեց, փակեց լինզին, առանց նեղանալու առանց գիսատ մնալու ոյապան եւ այդպես եղավ եւ իր գդակը եւ որ մահացավ մոտ $2 միլիարդ գար այդ իր գդակի մեջ գրել է որ ուզում եմ որ հատկացվի հումանիտար նպատակների համար առանց նշելու թե ինչ տեսակի ծրագրեր որ երկրում ինչ անեն նշանակել էր 3 գդակարար մարդիկ որ ինքս ճանաչում էր եւ այդ մարդիկը իր մանալեն յետքը այդ կոմարները իրենք որոշեցին թե որ ծրագրի հատկացնեն ումդան ինչ անեն ես մաս չէի գազմում այդ երեքին եւ քանի որ իրենք անում էին իրենց ներքին որոշումով նույնիսկ դերյակ չեմ թե այդ կոմարները այս որ գազམ་արտյան դվել են, այս գազམ་արտյան հայ են, թե օդար են, դա չեմ իմանում, որ ինձ այդ կապ չունի, չեմ ուզում խառնվել իրենց գործերին, եւ իրենք ամեն ինչ արեցին, որ այդ գումարը իրենց նպատակին ծառայ է, ըստ Կրկորյանի ցուցմունքին։ Այսինքն Հայաստանին հատկացված որ բան չկա որևէ։ Ուրեմն գդակի մեջ Հայաստան չի նշվել, ոչ էլ Ամերիկան նշվել է, ոչ մի երկիր չի նշվել, այդ 2 միլիարդը թողել է 3 գդակարարներին, որ իրենց հայացողությամբ իրենք որոշեն թե որ ծրագրին որտեղ որքան են դալու, իրենք որոշեցին։ Հասկաց։ Շատ լավ, կա որոշակի ուրեմն հետաքրքիր պատմություններ պարոն Կրկորյանի հետ կապված այդ համագործակցության ընթացքում հայրենիք այցելություններ եւ այլն մեր զրույցը համեմելու համար այդ պատմությունները մի քանի հատ պատմեք։ Ուրեմն հետաքրքիր մի քանի բաներ պատահեցան Հայաստան եւ որ օտանավով գալիս էինք Հայաստան մի հսկա օտանավ էր Կրկորյանի յուրահատուկ օտանավներ հավանաբար գարելի է դեռ 100 մարդ լինի բայց ես եւ Կրկորյանը երկուսով էինք եւ Կրկորյանը շատ չերսերուն շատ խոսալ ընդհանրապես շատ լուր էր մնում եւ ես իրեն երբեք չէի ուզում խանգարել եւ որ ինքը մի բան ուզում էր հարցնել ասել այդ ժամանակ ես իրեն պատասխանում էի ուրեմն մեր թիմած օտանավի վրա մի կարդես կար որ գարմիր լույսով ցույց էր տալիս թե ռոբե որտեղ ենք հասել եւ ժամանակ Կրկորյանը հետևում էր այդ նայում է ուրեմն անցնում ենք եվրոպական երկրների վրայով հետո միալ Կրկորյանը ինձ դարձավ ասես հարուտ նայե կարդեսին նայե հիմա մենք թռնում ենք Թուրքիայի վրայից նայեցի այո ճիշտ է հետո ասեց հա բայց այդ հողերը ասեց պատմական հայկական արևմտյան Հայաստանն է չէ ասացի այո զարմացած որտեղ Կրկորյանը տամս քաղաքական հարցերով չի զբաղվում ասեցի այո մենք ասեց հա ինչի համար է որ մենք չենք գնում եւ այդ հողերը հետ վերադարձնենք Հայաստանին եւ ինքը որ հարցում է հարցնում չի ուզում երկար բացատրություն պատմություն շատ կարճ պետք է ասես որ համբերություն չունի ինքը ասացի պարոն Կրկորյան, դա շատ դժվար մի հարց է, որովհետև Թուրքիան հզոր պետություն է, ՆԱՏՕ-ի անդամ, մենք փոքր թույլ պետություն ենք, չենք կարող հարձակվել Թուրքիայի վրա հողերը վերցնելու,
ասեց շատ լավ եւ շարունակեց լուր մնալ, ուրեմն հասանք Երևան, Երեգոյան Վասկեն Սարգսյանը որ պաշտպանության նախարար էր ժամանակ, մի ջաշի հրավիրել էր մեզ, եւ իրենք կողքին նստել էին, բայց Վասկեն Սարգսյանը անգլերեն չէր իմանում խոսալ, քրկորեն էլ հայերեն շատ քիչ էր իմանում, ես էլ նստել էի մեջտեղը, թարգմանում էի մեկը մյուսին, բայց քրկորենը ոչ մի բան չէր ասում սովորության, բայց ամեն մարդ սպասում էր որ ինչ-որ բան ինքը ասի, ուրեմն Վասկեն Սարգսյանի ագանչին ասեցի, որ բարոն նախարար ասեցի, Գրգորյանը Օթլամիչ հարցնում էր, ինչու չենք վերցնում այդ մեր պատմական հողերը, որպեսզի մի խոսակցություն լինի, ուրեմն բարոն Սարգսյանը ասեց, Արուջան թարգմանել ասեմ, ասեց բարոն Գրգորյան, եթե ինձ $50 միլիոն դակ, ես կգնամ եւ գազադակրեմ այդ հողերը։ Ուրեմն թարգմանեցի անշուշտ, այդքան էլ իմաստալից խոսքեր 50 միլիոն ես կարող հզոր բանակ է դա, Գրգորյանին ասեցի, Գրգորյանը ոչ մի բան չասեց, միայն լսեց։ Ժպտաց կոնե։ Չէ, իմ չեմ իշ, որտեղ երկրադարներ անցել է 1999-ին էր գարզեմ այդ այցելությունը։ Դե մինչև օկտեմբեր 27-ը։ Այո։ Մի երկրորդ էլ հետաքրքիր բան վարեց, ուրեմն սկզբում մեզ որպես իբադիվ մեզ տրել էին մանենաթի գողքին մի սովետական բալադգար իբադիվ մեզ, բայց այդտեղ ոչ մի բան չկար, ոչ զով օդ չկար, շատ դակեր չեն կարող գնել եւ այլն, եւ ամեն ինչից մի հին շենք է, որ իսկապես հյուրանոցի նման չէ, բայց Մարիոտը գար այդ ժամանակ, մի քիչ էր այդտեղ մնացինք, Գրգորյանը շատ դժգոհ էր եւ վախեցավ, որ մի օր գանող ընդունելությունների պալատը որ կա երևի, այո, ուրեմն վախեցավ, որ մեկ օրից գմեկնի ու դժգոհ էր, ասացի փոխադրվենք Մարիոտ ավելի լավ է այդտեղ, ուրեմն գնացինք Մարիոտ, այդտեղ ամեն ինչ շատ հանգիստ, լավ, կարող էր հեռադեսիլ նայել եւ ինչ-որ է, ուրեմն հետաքրքիր բան դեպքը բադայեց, առավոտյան որ ուզում ենք դուրս գալ հյուրանոցից եւ գնալ որ հանդիպումների, մենք տեսանք, որ Մարիոտի դրան առաջ եւ դուրսը երկար մի հերթ կար, մի 100 հոգի հերթի կանգնել էին, սկիզբան չէին մտել ովքեր են սմարտիկը ինչի համար կանգնել են այդտեղ, բայց եւ որ դրամոտ մոտեցանք, որ դուրս գանք, առաջին մարդը որ այդտեղ կանգնել էր, ասեց Ֆրանսիան թարգմանել իմ ասելիքը, ասեցի այո, ինչ ուզում եք ասել, ասեց բարոն Գրգորյան ասեք, որ ինքը եւ իմ բաբը միասին ծառայել են սովետական բանակում։ Ուղղակի ապշեցի, որտեղ Գրգորյանը սովետական բանակում չի ծառայել, Ամերիկայում ծնվել է, օտարչու եղել է ամերիկյան օտային սոցիալության, եւ ամեն մեկը փորձում էր ասել, որ իմ բաբը նաեւ ինչ որ խնամիական գաբեր ունենք, բարեկամ են իրար, ընտանեկան գաբեր կան, եւ ամեն մեկը գրավոր մի նամակ ուներ, նամակ ինձ տալիս էին, որ ավելի, եւ շարունակում էինք, ամեն մարդ նույն բանն էր ասում։ Մենք միասին բարեկամներ ենք, ընտանիքի անդամներ ենք, ես ենք, են ենք, եւ նամակներ ունեին, բայց բոլոր նամակները ես հավաքեցի, ուրեմն եւ որ այդ մարդուց գողից հեռացանք մի քիչ, առանց թեմքից ժբիդի, շատ լուրջ թեմքով, որոնք ասացի, որ ասացի բարոն Գրգորյան, ես մի հարցում ունեմ ձեզ, ասացի ինչ է, ասացի արդյոք ինչ է պատճառը, որ այդ 100 մարդիկ որ հերթի կանգնել էին, բոլորն էլ ասում էին, որ իրենք բոլորն էլ քո ընտանեկան բարեկամներն են, բայց ոչ մեկը չէր ասում, որ ես Սասունյանի ընտանիքի բարեկամն եմ։ Ժպտաց անշուշտ, որտեղ փող կար այդտեղ։ Հայտնի բան կա, չէ, Իլֆ Պետրովի ոսկե հորթը ստեղծագործությունը, լեյտենանտ Շմիդտի զավակները, որ բոլորը ասում են, որ իրենք լեյտենանտ Շմիդտի զավակներն են, այդպես ստեղծագործություն կա։ Ուրեմն այսպեսի դարբեր դեպքեր բادرեցին,
չեմ ուզում ավելի ժամանակը Մի հատ էլ բան կա այդ պատմությունն ինձ պատմել եք այդ ուտելիքի հետ կապված որ պարոն Քրքորյանը ինչ որ ուտելիք է նախաճաշի համար պատվիրում այդ էլ հետաքրքիր է եթե հիշում եք այո ուրեմն երբ որ այդ բալադը նստել էինք արաբոդյան որ արտնացանք դերի բաչոյանները եկան իմ տուրը տագեցին ասացին մարամ Սասունյան օգնություն պետք ունենք ասացի ինչ է ասաց Քրքորյանը մեզ մի թղթի վրա մի բաներ գրել է բդուղների անուններ գրել է միրգերի խնդրում եմ որ այդ միրգերը բերեն իրեն բայց ասաց էս ինչ միրգեր են մենք բարարանի մեջ նայեցինք չգտանք այս բաները չենք հասկանում ինչ ուզում է նայեցի ցուցակին դա գրվել է գուավա չեմներ այսպես տրոպիկալ երկրների բդուղներ որ Հայաստանում գոյություն չունեն ասացի ոչինչ մի մտահոգվեք եթե ունեք խնձոր դանց գերաս եւ այլն այնպեսի բաներ բերեք որ շատ լավ ասեցին հետո նորից եկան տագեցին իմ տուրը ասացին ուրիշ խնդրեմ ունենք բարոն Քրքորյանը խնդրել է որ բերենք մի բաժակ բաղ գաթ եւ մի բաժակ դակ գաթ ասաց խնդրեմ ունենք խնդրեմ ինձ մեն խնդրեցին որ իրենց հետ գնամ խոհանոց եւ նայեմ թե ինչ է խնդրումը գնացի որ դեսա որ մի գաթսայի մեջ երացնում են գաթը ասում են ունենք երացած գաթ բայց բաղ գաթ չունենք ասացի չեմ հասկանում ինչ է գանում նախքան որ գաթը երացնեք արդեն գաթը բաղ էր կարող եք մի բաժակ բաղ գաթ վերցնել հետո երացնել մնացածը ուրեմն ասացի եթե կարող եք սառույց բերել այդ երացած գաթը սառույցով բաժակ մեջ տրեցինք եւ բաղ գաթ եղավ արեցին դվեցին որովհետեւ Քրքորյանը ուզում էր այդ գաթը որովհետեւ ամերիկացիները ամեն առավոտ ուդում են մուսլիմին ման մի բան այսպես դերել ասում են գաթ չգար էր մոտ բայց ինքը դի բզդիկ դուպի մեջ բերել էր այդ ուտելիքը եւ նաեւ Քրքորյանը ասաց որ իրենց խնդրել որ մի ոչ թե աման այլ մի քիչ խորը լինի ամանը որ այդ գաթը մեջը լցնի անգլերեն բոլ են ասում բայց ես չէի իմանում որ Հայաստանում ինչ են ասում այդ խորունգ ամաններին ամանը գիտեի ինչ է բայց այդ խորունգ ամանը ուրեմն Բաշտային ասացի խորունգ աման ասացի այսպես ուրեմն գնացին ես իմ սենյակը վերադարձա մի քիչ յետքը Քրքորյանը ինքը եկավ իմ տուրս տագեց ասաց արի իմ սենյակը քեզ մի զարմանալի բան ցույց տամ Կճուճ է կարաս են բերել այո ուրեմն գնացի դեսա որ մի հսկա այսպես 1 մետր ավելի բարձր գարաս բերել են որտեղ ասելցի խորունգ բնակ այսին հսկա մի գուժին մի բան էր եւ Քրքորյանը որ մի քիչ հումորով ասեց որ հիմա նա ինչ եմ անելու ասեց այս կաթը թափելու եմ այս գարասի մեջ եւ այդ սերիալն էլ մուսլիմն էլ թափելու եմ ես էլ ցածկելու եմ մեջը նստելու եմ այդտեղ ուդելու եմ էսի Ման ուրախ պատմություններ այո շատ լավ հիմա անցնենք մեր հաջորդ հարցին Աստորեն քննարկեցինք դե ասեցինք որ դուք պաստորեն այսօր շարունակում եք այդ բարեգործական Աստորեն արդեն միայնակ դուք ինքներդ հայթայթում եք այդ ապրանքները եւ բերում եք Հայաստան այո հայրենիք շատ լավ է շնորհակալ գործ եք անում մեկ էլ անդրադառնանք ձեր թերթին ինչ եղավ սկզբում երբ որ դուք սկսել եք խմբագրել այդ թերթում ձերը չի եղել չէ դուք համագործակցել եք ինչ որ ես խմբագրերն եմ ես սկիզբը դեր Ամերիկայի մի մարդ էր անունը Ջորջ Մեյսոն որ անունը փոխել էր ամերիկյանի իր անունը հայերենով Էլմասյան էր եւ ինքը խնդրեց որ ես խմբագրել լինեմ թերթին ուրեմն երկար տարիներ այդ ինքը հիմնել էր 58 թվականին Ֆրեզնո նախքան իմ Ամերիկա հասնելը եւ դարներ յետք որ ինձ հանդիպեց խնդրեց որ խմբագրել ես լինեմ ուրեմն թերթը ես խմբագրեցի երկար տարիներ հետո մի օր էլ ինձ ասաց որ ես այլևս չեմ ուզում շարունակել թերթը
որոշ փոքր գումարով թերթը փոխանցեցից, ես եղա թե խմբակերը եւ թե հրադարագիչը թերթին, ուրեմն ես այդ պաշտոնը վարեցի 40 տարի եւ ամեն հետաքրքիր ինձ համար էր որ առաջին օրից ամեն շաբաթաթերթ էր անգլերեն լեզվով հայկական լուրերի, ես խմբարական վերլուծում էի գրում ամեն շաբաթ եւ սկիզբը ինտերնետ չկար, երբ որ ինտերնետը եղավ հոդվածը ինտերնետի վրա դրեցի, մեկ էլ տեսնեմ որ տասնյակ երկրների հայկական թերթեր Հայաստան, Սփյուռք, Եվրոպա եւ միջանավերք իմ հոդված խմբարականները արտադրվում են, որտեղ նաեւ թարգմանվում էր հայերենի, ֆրանսերենի, ռուսերենի եւ այլն։ Ուրեմն շատ ուրախ էի որ իմ վերլուծումները հասնում են տարբեր համայնքների, տարբեր ընթերցողների եւ այսպես շարունակեցինք մինչեւ եկավ COVID-ի ադեն, երբ որ գիտեք թերթը ծախսալից մի բան է, ես էլ այդքան գումար չունեմ, ուրեմն դերշաբես հսկա բարդերի դակ մնացի եւ ստիպված վերածեցի թերթը գայքեչի եւ շատ ավելի փոքր ծախս է գայքեչ ղեկավարելը քան թերթարարագելը, բայց ունի իր առավելությունները գայքեչը, ես ունեի թերթի 700 բաժանորդ, հիմա ունեմ 10-12000 հոգի որ կարդում են ամեն օր գայքեչը, հետո շաբաթաթերթով լուր հրադարագելը շատ ուշացած լուրեր են, գայքեչի վրա մենք դեղատրում ենք այդ օրվա թարմ լուրերը, ասո մարդիկ կարդում են նույն օրը լուրը ոչ է շաբաթ մի ետքը, ուրեմն այդպես հիմա շարունակում ենք եւ կողեմ հիմա սկիզբը գնացել ինչ իջուն թերթը բաղել, բայց ստիպված որտեղ թերթը անհադի թերթ է, գազམ་ական թերթ չէր եւ բոլոր ծախսերը իմ վրա էր ստիպված այդպես էր, բայց հիմա ուրախ եմ, շարունակում եմ։ Շատ լավ, բայց նաեւ նշենք որ սկզբում եղել է այդ Մեյսոնինը, Էլմասյանինը, որ հետո բայց դուք ձեռք եք բերել, չէ՞ իրենից արդեն սեփականատերը դուք եք դարձել։ Այո։ Հետո արդեն որոշակի տարիներ անց արդեն փոխարկել եք արդեն այդ կայքի ու արդեն հիմա որպես կայք է։ Երբ որ նորը սկսա, թերթը փոխադրեցինք Ֆրեդից Լոս Անջելես եւ շարունակեցինք այստեղ եւ մինչեւ այսօր էլ իմ աշխատանքը Լոս Անջելեսում է, Ֆրեզնո այլևս։ Այո, մի կարևոր հարցի մասին էլ եմ ուզում, քանի որ խոսեցինք նաև թերթի ձեր գործնեությունից, այսքան տարիներ ցեղասպանությունից 100 եւ ավելի 110 տարի արդեն անցել է, մի կարևոր հարցի մասին էլ խոսենք, որ փաստորեն տասնյակ հարյուրավոր տարի փաստորեն այդ մասին բան է լոբինգ է արվում, այդ հայդատի խնդիրները բարձրացվում են, այդ ամեն ինչ արծարծվում է եւ այլն, բայց փաստորեն միգուցե ավելի ճիշտ եւ գրագետ մոտեցման արդյունքում մենք ավելի ցանկալի արդյունքի կարող ենք հասնել, որտեղ ես գիտեմ տարիներ շարունակ ասվել է, որ այս նախագահ հերթական անգամ չարտաբերեց ցեղասպանություն բառը, հետո ինչ որ պահ եկա, որ վերջապես նախագահ Բայդենը արտաբերեց, բայց դա որոշակի բանի չբերեց, ինչպես տեսանք, այ միգուցե ճիշտ կլիներ, որ խորհրդատվություն իրականացվեր, ասենք, միջազգային իրավունքի մասնագետների հետ, ավելի ոնց որ գրագետ մոտեցում դրսևորվեր այս հարցի վերաբերյալ, ինչ կարծիք եք։ Այս մասին։ Ես իմ ամբողջ կյանքը անցրել եմ հայկական քաղաքական հարցերով, մանավանդ հայդատի ցեղասպանության, Թուրքիա եւ այլն։ Ուրեմն այս մասին ես 35 երկրներից հրավիրել են ամեն դեր մի ժամ տասախոսություն տվել եմ։ Հիմա այդ ժամը չունենք, ուրեմն շատ ամփոփ ասեմ, ուրեմն ցեղասպանության ետքը մեր ժողովուրդը աղքատ, փոբիկ, դարբեր Սուրիա, Լիբանան, Իրաք եւ այլն երբ որ մի քանի տարիներ անցան ոտքի կանգնեցին, գառուցեցին դպրոց, եկեղեցի, երեխաները դպրոց աջակցեցին, հետո համալսարան, զարգացան, ուրեմն
Իշխանական տարիներին ընդհանրապես մարդիկ չէին իմանում թե հայերը զոհ դարձել են ցեղասպանության, ուրեմն մենք սկսանք ամեն դեղ ցեղասպանության մասին խոսալ եւ բանտել մեր իրավունքները եւ այդ աշխատանքը որ դանում ենք այդ ժամանակ որ ցեղասպան ճանաչվի, դա անհրաժեշտ մի աշխատանք էր, որ դե չանեինք ոչ մեկը այսօր նույնիսկ չէր իմանալ որ ցեղասպանություն եղել է եւ թուրքերն էլ այդքան տարի չէին բայկարելու մեր թեմ որ ցեղասպանությունը թրջելու համար որտեղ ոյ մեկը ցեղասպանություն չեր ասել որ իրենք էլ հագաթարս էին ուրեմն մենք արեցինք շնորհակալ աշխատանք բոլորս աշխարհով մեկ ցեղասպան ճանաչվեց մոտ 33 երկրների կողմից ՄԱԳ Եվրոպական խորհուրդ եւ միջազգային մեծ ցեղասպանականների կողմէ ուրեմն հիմա ասել ենք մի դեր որ չեն կարող ասել որ աշխարհը չի իմանում ցեղասպանության մասին գրեթե աշխարհը իմանում է ցեղասպանության մասին մի քանի երկրներ դակավին որ կարևոր երկրներ օրինակ Անգլիան դակավին չի ճանաչում մյուս երկրները Եվրոպայի ճանաչում են կամ Իսրայել ճանաչում չեն ճանաչում ոչ թե չեն իմանում թե ինչ եղել է շատ լավ իմանում են բայց իրենք ունեն քաղաքական եւ տնտեսական հաշիվներ արևդուրի հաշիվներ դա բաժարը որ չեն ուզում թուրքերու հետ վատ լինել բայց ուրեմն հիմա ասել ենք մի դեր որ ցեղասպանության այդ հանգրվանը մենք հաշվությամբ ավարտած պետք է նկատենք եթե ոյ մեկը դակավին ուզում է ցեղասպան ճանաչել խնդրեմ ամենայն սիրով թող ճանաչեն մենք թեմ չենք բայց քանի որ այսքան տարի սպասում ենք ցեղասպան ճանաչումով մեր ժողովուրդը մի քիչ սխալ մեկնաբանում է մեր բանջները ընդհանրապես բար ժողովուրդը կարծում է որ մեր բանջն է որ ցեղասպանությունը ճանաչվի Թուրքիան ճանաչի եւ այլն ցեղասպանության ճանաչումը դա մեր բան չէ դա ցեղասպանություն իրողություն է պատմական անժխտելի փաստ է անժխտելի փաստ է ուրեմն մենք չենք պահանջում անշուշտ է պետք է բոլորը ճանաչեն որպես իրողություն մեր բանջը լրիվ ուրիշ բան է մեր բանջը երկու բան է հադուցում ցեղասպանության զոհերի համար եւ վերադարձ մեր պատմական հողերին արևմուտք Հայաստանի դա է մեր իսկական բանջները բայց հիմա ժողովրդի մեծ մասը մոռացել է դա շարունակում են զբաղվել ցեղասպանությամբ դե այս նահանգը պիտի ասե թե չպիտի ասե եւ այլն եւ դա սիմվոլիկ մի բան է ուրեմն ես հիմա վերջերս մի խմբարան գրեցի առաջարկելով թե մեր հաջորդ քայլը ինչ պետք է լինի ուրեմն հետեւյալը բացատրեցի որ դարիներով Ամերիկայի կոնգրեսում մենք փորձել ենք անցկացնել մի բանաձև որ կոնգրեսը ճանաչում է ցեղասպանությունը եւ դա մենք անցողել ենք մի քանի անգամ եւ ինչպես ասացիք Բայդենը ճանաչեց 2021-ին 81 թվականին Ռեգանը արդեն ճանաչել նախորդ ուրեմն իմ առաջարկն է հիմա որ մենք վերադառնանք գնանք նորեն կոնգրես բայց այս անգամ դարբեր օրակարգով այս անգամ ոչ թե սիմվոլիկ բարոյական մի բանաձև ճանաչում այլ այդտեղ առաջարկենք մի օրենքի առաջարկ որ ասում է որ ամերիկյան օրենքով քանի որ եթե մի ոչեր է գործվում այդ ոչերի մասին պետք է թադը լինի թադարան գնա մինչև 7 տարի ունես թադարան ներկայանալու 7 տարի իդ որ անցնի չներկայանաս չես կարող 10 տարի հետ իր մեր վարակային վաղեմության ժամկետ գա այո ուրեմն վաղեմության ժամկետը 7 տարի է ուրեմն այդ ժամկետը մենք վաղուց արդեն գործրել ենք ուրեմն պետք է գնանք կոնգրեսին խնդրենք որ մի նոր օրենք ընդունեն ոչ թե բանաձև այլ օրենք որ 7 տարվա ժամկետը իրենք շրջանցնում են եւ օրենքով իրենք թողնում են օրինավոր որ հայերը կարողանան հայց ներկայացնել ամերիկյան թադարան 110 տարի հետքը եւ եթե երկու բալատները այդ օրենքը ընդունեն դա կգնա նահանգային նահանգը կստուակրի եւ որ ստուակրի արդեն կդառնա ամերիկյան ընդունված օրենք այդ օրենքի հիման վրա մենք կարող ենք ներկայանալ թադարան եւ հադուցում բանջել Հիմա շատեր ասում են որ չէ դի բարապան է եւ այլն որ շատեր չեն իմանում էսի մասնակիտական կորուց է եւ որ այս աշխատանքը դանենք թադարան գնանք մենք պետք ունենք
որ միջազգային իրավաբաններով պետք ունենք, որ մասնակից են այս հարցերով, Այո։ եւ կան այդպիսի շատեր, որ նման բաներ արել են իրենց հրեական հոլոկոստի համար, եւ մենք իրենց ծանոթ ենք, իրենք պատրաստ են մեզ օգնելու, եւ ուրեմն գնանք այդ ներգանակ դատարան, եթե հաջողենք դատարանը, դատավորը որոշի, որ Թուրքիան բardավոր է այսքան միլիոն կամ միլիարդ դոլար միլիարդներ հատուցում դա Հայաստանի հայության կամ Հայաստանի կառավարության, ուրեմն երկրորդական է թե Թուրքիան ինչ է պատասխանում դատավորին, անշուշտ Թուրքիան ասել են որ չէ մենք բարդական չենք, ցեղասպանությունը փորձելու են հերքել ժխտել բայց իրենց ժխտելը լրիվ անիմաստ մի բան կլինի այդ բարակային որ դատարանը որոշի, որտեղ դատարանը որ որոշում է այդ ամենաշաբես հրանք կարծագի որ ինչ որ թրկական գալվածներ կան Ամերիկայի մեջ բանկայի հաշիվներ, շենքեր, հողեր, Turkish Airlines, թրկական օտանավիաներություն, օտանավները ամեն ինչ պետք է որ գրավե ամերիկյան կառավարությունը եւ ձախեն այդ բոլորը եւ այդ գումարը հատկացնեն հայության Ուրեմն շատ լուրջ մի բան է, որ եւ շատ լուրջ հետևանք ունի։ Այդպես ցեղասպանության ճանաչման նման փարոյական մի բան չէ էսի։ Սա շատ կոնկրետ իրավական հետևանք ունի էսի։ Այդ է որ հիմա մենք պետք է սպասենք այս հարցով։ Դե շատ լավ, այդտեղ էլի որ մենք հանգում ենք մի եզրակացության, որ այդ ամեն ինչի համար նախ պետք է էլի ուժեղանալ, հզորանալ, որտեվ եթե լավատեսորեն վերցնենք, նախ այդ ձեր ասածը շատ տրամաբանական է, որ հաշվի առնելով մարդկության դեմ արված մեծագույն հանցագործությունը շատ տրամաբանական է, որ ամերիկյան երկու պալատներն էլ նախագահն էլ բարի կամք եւ բանդի դրսեւորելով, որ իրենք կան այդ համաձայնության, որ դա մարդկության դեմ արված մեծագույն հանցագործություն է, որ այդ վաղեմության ժամկետը երկարաձգելու մասին է ձեր ասած օրենքը ընդունվի եւ այդ գործընթացին լծվի համայն հայությունը, բայց նաեւ պետք է արձանագրենք, որպեսզի այդ ամեն ինչին այդ մեր պահանջատիրությանը տեր կանգնելու, հետո այդ հատուցումները լինելու դեպքում էլ մենք պետք է այնքան բավարար ուժ ունենանք, որ կարողանանք տեր կանգնել այդ ամեն ինչին։ Հակառակ դեպքում, ասենք նույնիսկ այդ թղթի վրա այդ որոշումը եթե լինի էլ, ասենք Աստված ձայներս լսի, հա, եւ ձեր եւ իմ, եթե նման որոշում կայացվի, որ այդ մեր պահանջատիրության արդյունքում թեկուզ այդ հողերը մեզ վերադարձվեն էլ, մենք պետք է կարողանանք այնքան ուժ ունենալ, հա, հզոր լինել, ուժեղ լինել, որ կարողանանք դրան տեր կանգնել։ Հակառակ դեպքում դրա, ասենք, թղթի վրա որոշումը կլինի, բայց մենք չենք կարող դա իրագործել էլի։ Ուրեմն ասեմ մի բան, չինական մի ասացված կա, որ ասում է 1000 կիլոմետրի ճամփորդությունը սկսվում է առաջին քայլով։ Այո։ Ուրեմն հիմա դուք շատ հեռուներ գնացեք, ես խոսում եմ առաջին քայլի մասին։ Ուրեմն առաջին քայլը նախքան մտահոգվել է թուրքերի մասին կամ ռուսների մասին, մենք պետք է մեր ժողովրդին, մեր ղեկավարներին համոզենք, որ էսի կարևոր մի քայլ է, որ պետք է իրենք առնեն։ Որտեղ այս մասին շատ խոսող չկա, մտածող չկա։ Անշուշտ նաև պետք է նշեմ, որ գա միջազգային դատարան եւ այդտեղ միայն պետությունները իրավունք ունեն այս ներկայացնելու, ոչ թե անհատներ կամ գազམ་ություններ։ Ուրեմն Հայաստանը, որ հիմա անկախ պետություն է, իրավունք ունի այդտեղ ներկայացնելու մեր բանջները, բայց առանց շատ քաղաքական հարցերով զբաղվելու, տեսնում ենք այսօր օրին ինչ է լինում, որ մեր կառավարությունը փորձում է լեզու գտնել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, եւ վերջին բանն է, որ իրենք ուզում են որ դատարան գնան այս երկրների։ Ուրեմն հիմա պետությունը չի զբաղվելու այդ միջազգային դատարանի հարցերով, բայց դա անժամկետ մի բան է, որ մի օր եթե լինի մի կառավարություն, որ ուզում է զբաղվել այդ իրավունքը ունի որպես պետություն, մենք էլ անում ենք ինչ որ մենք կարող ենք անել որպես անհատներ եւ գազམ་ություններ Ամերիկայում կամ այլ երկրներում։ Շատ լավ։ Okay։ Ուսանք որ այդ ամեն ինչը չնայած էլի եթե արցանագրենք, այ պետք է որոշակի համակարգված գործողություններ լինեն, էլի, որովհետեւ ասենք եթե
ցանկությունն ու մտադրությունը չլինի դիմելու այդ կատարան պահանջելու այդ մեր պահանջները նույնիսկ եթե այդ օրենքը ընդունվի էլ դա կստացվի որ էլի մնաց անկատար Թղթի վրա այո թղթի վրա հարկավոր է որ դա լինի համակարգված այս Սփյուռք Հայաստան համագործակցության արդյունքում նաև մաղթեմ որ այդ ձեր նախաձեռնությունը թող իրականացվի այդ Սփյուռքի ներկայացչական պալատը ստեղծվի ազգային ժողով անոնով ունել հետագա ինչ զարգացումներ կունենա թե դա կլինի վերին պալատ թե ուղղակի կլինի Սփյուռքի ազգային ժողով նաև ի նպաստ Հայաստանի ի նպաստ համայն հայության խնդիրների հնարավորինս մաղթում եմ բարի երթ թող այդ բոլորը իրականանա թող այդ բոլորի արդյունքում գանք որոշակի դրական գործողությունների արդյունքների ձեզ էլ մաղթում եմ առողջություն հաջողություն որ նաև կարողանաք նպաստել այդ բոլոր նախաձեռնություններին ինչի մասին որ խոսեցինք զրուցեցինք Ես մեծապես շնորհակալ եմ ձեզ ձեր հանգարժեք ժամանակի համար եւ շատ ուրախ եմ որ խոսեցինք այս կարևոր աշխարհային հարցերի մասին այո շնորհակալություն ստեսություն կարծում եմ ելի առիթներ կունենանք նաև մեզ հուզող կարևորագույն հարցերի մասին զրուցելու Սրանով մեր առաջին զրույցը ավարտենք շնորհակալություն ստեսություն հաջողություն ինչ հանդիպում Սիրով ամենայն սիրով ստեսություն ստեսություն հաջողություն